Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սա հերթական նախագծերից է սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրները լուծելու առումով, սույն նախագծով առաջարկում ենք ՀՀ տարածքից արդեն մեկնող բեռնատարների հերթերի կառավարման համակարգներ դնել, նշեմ, որ հերթերի կառավարման համակարգներ դնելու մասով ուսումնասիրել ենք Եվրամիության և Վրաստանի Հանրապետության կիրառվող փորձը, նաև հարցում ենք իրականացրել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարողների շրջանակներում, հարցմանը մասնակցել են 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում, շուրջ 62%-ը պատասխանել է, որ միջինում հերթի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելու տևողությունը կազմում է 3 ժամ, իսկ 73%-ը պատասխանել է, որ ցամաքային անցման կետերի մոտակայքում բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղի անհրաժեշտությունը առկա է։ Նշված խնդիրը կարգավորելու նպատակով առաջարկում ենք պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավել քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ, բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրման ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով։ Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ, նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։ Նախատեսվում է, որ կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացնողների ներկայացվող պահանջները, ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը, դիմումի ներկայացման կարգը, ձևը, կուտակային կայանատեղիներին ներկայացվող պահանջները, պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով ՀՀ բեռնատար տրանսպորտային միջոցների առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկման դեպքերը, դա մասնավորապես կլինի որոշակի բարեգործական կամ հրատապ դեպքերը պետության կողմից իրականացվող, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը կիրականացվի հերթերի համակարգով։ Այս պահին նախատեսվում են երկու հյուսիսային և հարավային անցման կետերը, որոնք ավելի ծանրաբեռնված են, հետագայում, երբ որ կընդլայնվի խնդիրներ կլինի, արդեն կարող ենք նաև այլ մաքսակետերի համար սահմանել։ Այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր կան։ Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Այս այն նախագիծն է, որ մենք քննարկում ենք այն պարկինգների։ Շատ լավ, մենք սպասում ենք այս նախագիծը, որ գա ազգային ժողով։ Մի հատ հարց էլի մեզ լսողների համար, այսինքն, որ էլ ձեր ասած ամփոփ ասեմ, սկզբի մասը կներեք, բան չարեցի, չիմացա ինչ էիք ներկայացնում, այսինքն մենք մաքսակետերից որոշակի հեռավորության վրա ունենալու ենք պայմանական ասած կայանատեղիներ բեռնատարների համար, դրանք լինելու են մասնավոր ընկերություններ և բեռնատարը մինչև մաքսակետ հասնել է, ինքը նախ մուտք է գործելու այդ կայանատեղի, որպեսզի այդ ճանապարհի երկայնքով հերթ չկանգնեն, այնտեղ լինելու է համապատասխան ենթակառուցված, սպասարկման պայմաններ եւ այլն, եւ հերթագրումը կատարվելու է մաքսակետի հետ այդ կայանատեղի միջոցով, այսինքն բեռնատարը գնում է այդ կայանատեղի, ինքը կարող է սուրճ խմի, հանգստանա եւ այլն, հերթագրվի, մինչև հերթը հասնի, արդեն մաքսակետը կայանատեղի բանի միջոցով տեղեկացնում, որ քո հերթը հասնում է, ինքը արդեն դուրս է գալիս ու գնում է։ Հիմա ինքը շատ հարմարավետ բան է, այդտեղ ինձ երկու բանն է հետաքրքիր, որ մեզ լսողների համար էլ պարզ լինի, ինքը լինելու է մասնավոր բիզնես, ովքեր կարող են դրան մասնակցել, դա լիցենզավորված գործունեություն է լինելու, թե ոչ, ինչ պահանջներ կան, ինչ մինիմալ պահանջներ այդտեղ պիտի լինեն ու այդտեղ մենք մոնոպոլիաներ ենք ունենալու, թե ունենալու ենք մրցակցային ներգրավվածություն։ Մեկ է վճարների մասով էլի, այսինքն մուտք գործել դուրս գալը ինչ է իրանց ենթադրում։ Շնորհակալություն։ Այո, պարոն Թունյան,
նույնիսկ ավտոմատ է լինելու այդ համակարգերը, այսինքն երբ որ մեքենան մուտք գործի, պետք է լինի համարը կարդացող սարք, որով համարով կգրանցվի, որ այս մեքենան մուտք գործեց, արդեն իսկ այդտեղ որոշակի տեղեկատվություն կներառվի համակարգ, թե ինչ բեռ է տեղափոխվում, որովհետև նաև առաջնահերթություններ են լինելու հերթերի կառավարման առումով, այսինքն եթե փչացող բեռներ են կամ որոշակի պահպանման երկար ժամկետ ունեցող բեռներ են, ըստ դրա հերթերի համակարգը ինքը դրված կլինի որոշակի առաջնահերթություններ կլինեն եւ այո ավտոմատ համակարգը, այսինքն որևէ անձի միջամտություն չի լինի, ինքը այդ ալգորիթմով կհաշվարկի հերթի ժամանակը եւ կտեղեկացնի, որտեղ էլ արդեն համապատասխան վարորդը կիմանա իր հերթի ժամը եւ կմոտենա։ Նշեմ, որ նախատեսվում է այո մասնավորի կողմից է լինելու, լիցենզավորման ենթակա չի լինելու, բայց նախատեսվում է, որ կառավարությունը կսահմանի համապատասխան պահանջները, տարածքի չափ, ինչ պայմաններ պետք է ունենա եւ այլն, որպեսզի մրցակցություն լինի, մենք դրա համար նախատեսել ենք սահմանային անցման կետերից 20 կիլոմետր հեռավորություն, այսինքն որոշակի հատված, որ հնարավորությունը մեծանա տարբեր հողային տարածքների, նշեմ, որ մենք նաև կադաստրի կոմիտեի հետ աշխատել ենք եւ ուսումնասիրել ենք, որ համապատասխան երկու ուղղություններով 20 կիլոմետր հատվածում կան շատ բազմազան հողատարածքներ եւ մասնավորի, եւ պետական, եւ համայնքային, եւ տարբեր նշանակության, այսինքն հնարավորությունները կան համապատասխան կայանատեղիներ ստեղծելու, որպեսզի նաեւ այնպես չլինի, որ մեկ տնտեսվարող ինչ որ բայ գրանցված լինի եւ ինքը չարաշահի վճարների առումով, դրա համար նախատեսել ենք, որ նաեւ կառավարությունը առավելագույն չափ կսահմանի։ Այս պահին ճիշտ ասած նախատեսում ենք, որ 5000 դրամ կլինի մեկ մուտքը, եթե համեմատենք, ես կարող եմ ներկայացնել, օրինակ Վրաստանում 80 լարի է, որը մեկ օրվա համար, Իրանում 2 ԱՄՆ դոլար մեկ օրվա համար, հայկական տրանսպորտային միջոցների համար 8 ԱՄՆ դոլար է, ԵՄ-ում 10-ից 20 եվրո է մեկ օրվա համար։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, մի քիչ էլ այս մասը բացենք, այսինքն գումարը ինքը վճարվելու է ոչ թե պետական բյուջեին, այլ վճարվելու է մասնավոր ընկերությանը, բայց մասնավոր ընկերությունը այդ վճարի դիմաց, քանի որ մենք ստացվում ենք երաշխավորված շուկա ենք ապահովում, այսինքն ասում ենք դու չես կարող գնաս մաքսակել, անպայման մտես տողով անցի, այդ նշանակում է նաև իր համար պիտի հստակ պահանջներ լինեն, թե ինքը այդ 5000 դրամի համար առավելագույնը ինչ պիտի ապահովի վարորդների ու մեքենաների համար եւ ենթադրում եմ, որ 5000 դրամը առավելագույն շեմը լինելով, եթե այդտեղ մրցակցություն լինի, կարող է գինը լինի 3000 դրամ, կարող է լինի 2000 դրամ, բայց այստեղ հարցը հիմնականում հետեւյալին էր վերաբերում։ Ենթադրենք որոշվել է, որ այսինչ մաքսակետից, այսինչ հեռավորության վրա կան տարբեր տեղերի հնարավորություններ։ Հիմա 5 ընկերություն դիմում է ու ուզում է այդտեղ կայանատեղի կառուցի։ Այդտեղ սահմանափակում լինելու է, ասենք օրինակ առավելագույնը մեկ ընկերություն կարա լինի, թե 4, այսինքն բոլորն էլ կա, ով ուզում է թույլտվությունը ստանում է, դա արդեն իր ռիսկով, թե ինքը ոնց կկարողանա ներգրավել հաճախորդներին։ Այսինքն կառավարությունը կսահմանվի չափանիշները, թե ինչ տարածքներ պետք է ունենա, եթե ինքը կբավարարի չափանիշներին, անկախ քանակից կլինեն 5, 10, 20, իրենք կարող են իրականացնել այդ գործը։ Ու մեկ է վերջի բանն էլ, ես ինչքան հիշում եմ մեր քննարկումների ժամանակ, կարծեմ դուք եք նշում, թե մեր ներկաներից մեկը ասում էր, որ այդ տիպի ենթակառուցվածքի պահանջ հենց վարորդների կողմից էլ է բարձրաձայնվել, ճիշտ եմ հիշում այդ բանը։ Անտունյան, ես ընթացքում ներկայացրեցի, մենք հարցում էինք իրականացրել բեռնափոխադրող ընկերություններին, 45 բեռնափոխադրող ընկերություններ հարցմանը պատասխանել, 87% պատասխանել էին, որ հերթերի խնդիր ունեն, 62% պատասխանել են, որ շուտ 3 ժամ սպասում են եւ 73% պատասխանել են, որ այո վճարովի կայանատեղիների անհրաժեշտությունը կա։ Եվ նաև մենք սրանով սահմանային անցման կետում այդ կուտակումների, խցանումների խնդիրն ենք լուծում, ճանապարհների, մեքենաների կանգնելու խնդիրն ենք լուծում, նաև վարորդների համար ինքը ավելի հարմարավետ պայմաններ է լինում։